Բարի լույս Ժողովուրդ ջան։ Կապ կա չէ Ժողովուրդ ջան։ Չէ, լավ չի։ Կապ կա։ Բարի լույս մի հատ է Ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, դե արդեն համարյա բոլորդ գիտեք, այսօր իմ ծննդյան օրն է։ Ես ամենամեծ նվերը, որ ինձ կարող եմ այսօր անեմ, այսօր գալիս եմ Հայաստան։ Սա ամենամեծ նվերն է, ամենալավ նվերն է երևի։ Ժողովուրդ ջան, բոլորից դե շնորհակալ եմ, արդեն հելել եմ գիշերը ժամը 12-ից հետո արդեն 1000 հոգի շնորհավորել է, բոլորից էլ շատ շնորհակալ եմ։ Մի տարի էլ մեծացանք։ Ժողովուրդ ջան, ես ասենք սենց էլի արդեն ինձ քիչ թե շատ ճանաչում եք։ Ես ինչ եմ կամենում, ասենք Հայաստանին էլի։ Ժողովուրդ ջան, այսօր երեք հայտարարել են մանդատները, արդեն բոլորը վերցնում են։ Քոչարյանի Հայաստան խմբակցությունն էլ հայտարարել, որ վերցնում են, բայց Քոչարյանը չի վերցնում, չի գա բան։ Ժողովուրդ ջան, ես ցանկանում եմ ինչ։ Բոլորն էլ հայ են։ Մեկը ուժեղ Հայաստանա, մեկը ես իմ ինչ Հայաստանա է, մեկը մի Հայաստանա է, մեկը մի Հայաստանա։ Ես կամենում եմ, որ բոլորն էլ, անկախ նրանց անուններից, ես մի բանից, ուրեմն ով ինչ մանդատ վերցնում է, այն մանդատի համար, ինչի համար գնացել է պայքարել է, այդ մանդատի համար էլ ծառայի։ Ինչի համար եմ սա ասում։ Նարեկ ջան, օրինակ ասենք դու արդեն այդ կուսակցության լիդերն ես, էլի, դե ես չեմ ասում Սամվել Կարապետյանն է, այդ կուսակցության լիդերն է, քեզ են առաջ քաշում։ Սամվել Կարապետյանին ոչ մի բան էլ պետք չի։ Նա քեզ են առաջ քաշել։ Մեր լեզվով ասած, էլի։ Ուրեմն Նարեկ ջան, ես ինչ եմ կամենում։ Այն ինչ ժողովրդին խոսք եք տվել, ժողովրդին։ Դա ես չեմ ասում, դու դա խոսք եք տվել բոլոր հայ ժողովրդին, ինձ էլ ես խոսք տվել։ Պարտադիր չի ես քեզ ընտրեմ, ես են մեկին եմ ընտրել, մեկին, բայց բոլորդ էլ խոսք եք տվել, բոլոր հայ ժողովրդին, ինչ խոսք եք տվել։ Դուք պատգամավոր եք դառնում, պատգամավոր, ուրեմն իսկական հայերեն պատգամավոր կոչվում է երեսփոխան։ Դուք մեր երկրի երեսն եք լինելու 5 տարի։ Ուրեմն ոնց ինչ օրենքներ գնեք, այդ օրենքներով էլ մեր ժողովուրդը ապրելու է։ Հիմա երեք մի երկու բան ես ասում, նենց, Նարեկ ջան, դրանք մոռացեք։ Բարկացած, գալիս ենք, մանդատը վերցնում ենք, որ կարողանանք, կնոպկին սխմենք, Փաշինյանին հեռացնենք, ես մի բան, տղա ջան, այդ բաները մոռացեք։ Խոսք եք տվել, որ պետք է աշխատեք։ Մենք արդեն 5 տարի, մենք նման խորհրդարան տեսել ենք։ Նման խորհրդարան մեզ այլևս պետք չի։ Ես օրինակ իմ կողմից խոսք եմ տալի։ Ես ամեն ինչ կանեմ, եթե այս խորհրդարանը լինի այն 5 խորհրդարանի նման, չաշխատեն ուղղակի առավոտից իրիգու, մեկը Փաշինյան հեռացնի, մեկը ես իմ մի բան հեռացնի, մեկը մի բան հեռացնի, աշխատանքի չգան, գնան, հավաքներ անեն, ճանապարհներ փակեն այդ պատգամավորներով բանով, ես ձեզ խոսք եմ տալի։ Ես ամեն ինչ կանեմ, որ այս խորհրդարանը լուծարվի միանգամից։ Հասկանում եք։ Ես ու ինձ նման հազարավոր մարդիկ, մենք խոսք ենք տալի, որ թույլ չենք տալու ձեզ, որ դուք նման դուք միայն պետք է աշխատեք որպես երեսփոխան։ Վերջ, դուք միայն օրենքներ, ինչ օրենք բերիք, այդ օրենքով էլ քո խոստված մարդը ապրելու է։ Ասել եք ուժեղ Հայաստան, ուժեղ, մենք սպասելու ենք, որ դուք ուժեղացնենք, մենք ձեզ բոլորիդ, նույնիսկ ձեզ, չեմ ասում ում ընտրել եմ, ձեզ էլ ենք օգնելու ամեն հարցում,
որպեսզի մեր երկիրը զարգանա։ Դուք եթե լավ օրենքներ կբերեք, օրակարգ, եթե հանկարծ ձեր կարծիքով իշխանական կողմը չի ընդունի ձեր բերած լավ օրենքը, իշխանական կողմը մեզ ժողովրդից պատասխան կտա։ Հասկանում եք։ Չկա նման բան։ Լավ օրենքները պետք է ընդունվեն։ Այդ ամեն ինչը պետք է լինի մեր ժողովրդի համար։ Ուրեմն ասեմ Նարեկ ջան, դուք որպես երկրորդ ուժ դրա համար եմ անընդհատ ձեզ նկատի ունենում։ Դուք հիմա մինչև 2031 թիվը պետք է մեր ժողովրդին ցույց տաք, որ դուք իրականում եկել եք ուժեղ Հայաստան կառուցելու։ Մի հատ քայլ կրկնում եմ, налево, направо, այս խորհրդարան լուծարվելու է։ Եթե ժողովուրդը տեսավ, որ մեր պետության շահի համար չեք աշխատում, այս խորհրդարանը բոլորին է վերաբերվում, մենակ ասենք ուժեղ Հայաստանին կամ ԿՊ-ին կամ մի Հայաստանին Քոչարյանի, նրանց չի վերաբերվում, բոլորդ էլ պետք է աշխատեք իշահ Հայաստանի ժողովրդի։ Սա է, այլ բան չի կարող լինել, այլ բան, միայն այդ ձև պետք է աշխատեք։ 31 թվին էլ, 2031 թվին ժողովուրդը կհամոզվի, որ այո, Նարեկ Կարապետյանը եկել է իրականում ուժեղ Հայաստանի համար ապայքարում, այ տեսեք ինչ մարդը իրականում այդ լավ օրենքներ են բերել մեր երկրի համար։ Հնարավոր է 2031 թվին դու վարչապետ դառնաս։ Այն մարդիկ էլ որ կան ընդե ասում են փողոցային պայքարով, փողոցայինով եկել են, ոչ մեկն էլ փողոցային պայքարով չի եկել։ Փաշինյանին մի ասեք փողոցային պայքարով, Փաշինյանի համար ամբողջ հայկական տունն է ոտի կանգնել, ոչ թե փողոցը։ Հասկացաք։ Եթե ձեզ համար մի ինչ-որ մասսա է ոտի կանգնում, դա հայկական տունը չի ոտի կանգնում ձեզ համար։ Փաշինյանի ժամանակ ամբողջ Հայաստանը մի հատ մեծ տունը լրիվ ոտի է կանգնել, որ նրանց բանանի, հեռացնի։ Հասկանում եք։ Իսկ հիմա ինչ-որ մի խմբակցությունով, փողոցում խուլիգանություն բան անելով, այտենց իշխանություն չեն փոխում։ Դուք շանս ունեիք, այ հիմա որ իշխանություն էիք ընտրում, շանս ունեիք։ Դուք 50% ունենայիք, Փաշինյանն ունենար ձեր 22-23%-ը։ Դուք հաղթեիք, շանս ունեիք, բայց չհաղթեցիք, որովհետև ժողովուրդը ձեր կողքը չկանգնեց, չվստահեց։ Հասկանում ես, միան խոսքը քիչ է, գործը պետք է լինի։ Գործը, ոնց որ Գագիկ Ծառուկյանն ասում է, ես գործով, ինչ գործով, Գագիկ Ծառուկյանն էլ ոչ մի գործ չի արել, ինչ արել է իր համար արել։ Մի խոսքով սենց բաներ ժողովուրդ ջան, բոլորս աշխատելու ենք Հայաստանի համար, մեր երկրի համար, մեր երկրի շահի համար, հասկանում եք, բոլորս, ու ես ասում եմ, որ օրը խորհրդարանը, ես 5 տարի անցած գումարմանը, 5 տարի ամեն ամիս ես բանը տեղադրել եմ, բոլոր պատգամավորներին, նախարարներին, բոլորին գրել եմ։ Ուրեմն ես խնդրում եմ մեր պատգամավորներից, առաջի բառը մեր ազգի համար, մեր ազգը այսօր չկա մի մարդ, որ չասի մենք դավաճան ազգ ենք։ Չկա մի մարդ, բոլորն էլ ասում են, Պապ Թագավորի ժամանակից մինչ օրս։ Ես խնդրում եմ մեր իշխանությանը, հիմա որ պատգամավորները գան, հենց առաջի բանը, որ պետքա անեն, պետքա դա լինի դավաճան բառի քրեականացումը, որ հայը հային դավաճան չանվանի։ Ժողովուրդ ջան, լսում եք, չէ, բոլորդ էլ տարածեք այս բանը, այս դավաճան բառը պետքա սա մեր ազգի միջից արմատախիլ արվի։ Մեր ազգի մեջ պետք է դավաճանություն չլինի ընդհանրապես, չլինի։ Մի բուռ հայ ենք, մեկը մյուսին դավաճանելը որն է,
Ինչի համար, իշխանության, էսիմ ինչի, էտում բաննա երկար եղել։ Մի խոսքով, այս բառը պետքա քրեականացվի, որ էլ չլսենք այն մարդկանցից, որ ամեն քայլափոխի, որտեղով գնում ես երկրի ղեկավարին եւ ղեկավարներին, նախարարներին, դավաճան, էս մի բան, ժողովուրդ ջան, բերեք թարգենք։ Բերեք մեր ազգի համար, մեր երկրի համար բոլորս էլ աշխատենք, ախր մեր ազգը այդ ազգը չի է, այսօր մարդիկ, նույնիսկ Նարեկը նորն ասում է, աշխարհում 2000 ժողովուրդ կա, Աստված մեզ է ընտրել ու հրեաներին, Նարեկ ջան, եթե մեզ է ընտրել, ուրեմն բերեք մենք իրական ընտրյալ ժողովուրդ լինենք, մեզ խայտարակ չանենք այս ամբողջ աշխարհի առաջին, մենք ինքներս, մենք մեզ չդավաճանենք, այլ պետության շահերի համար չաշխատենք, ՔՊԱ-կանները ձեզ չասեն ռուսի համար եք աշխատում, դուք ՔՊԱ-կաններին չասեք թուրքի համար եք աշխատում, բերեք բոլորս էլ մարդ լինենք, աշխատենք Հայաստանի, հայ ազգի համար, եւ վերջ, մեկս մյուսի բերեք էլ դες բաներ չասենք, նման անուններ չտանք մեկս մյուսի, այդ բառերը մեկս մյուսի հանդեպ չօգտագործենք ժողովուրդ ջան, դա ճիշտ չի, այդ ժամանակ ես կասեմ այո, մենք ընտրյալ ազգ ենք, թե չեն հենց խոսքերով ընդ ասենք, ընդ մոռանանք, Աստծո անունն, Աստծո փառքն էլ, ամեն ինչն էլ իրար քրֆենք, իրար էս անենք, իրար են անենք, ու մի շատ մեծ կոչ, մի քանի հատ մեր եղբայր ղարաբաղցիներից եմ տեսնում համացանցում, որ հենց շատ վատ կոչեր են անում, ու մտնում եմ իրանց էջեր, ուղղակի էջերը լրիվ կարելի է ասած սեպարատիստական ու տերորիստական լրիվ բաներ է, ասենց ենք քանդելու, նենց ենք քանդելու, Հայաստանը քարի վրա չենք թողել, մի հատ քաչալ մարդ կա էլի Ղարաբաղցի նրա էջում, ընկեր ջան, թարգեք, ոչ մի հայ, թե Հայաստանում, թե աշխարհում, ոչ մեկը չի ցանկացել Ղարաբաղը կորցնի, հասկանում եք, չկա նման բան, բերեք մեկս մյուսի վրա չդնենք, թույլ ենք պարտվել ենք, համախմբված չենք պարտվել ենք, հիմա էլ, որ Հայաստանում սկսենք նման կերպ իրար վերաբերվել, իրար տենց, բերեք Հայաստանն էլ քանդենք ու պրծնենք, հետո էլի մի մեղավոր գտնենք նրա ջեբը կգցենք նրա, կասենք նայա մեղավոր, որ սենց եղավ, ժողովուրդ ջան, բերեք չանենք այդ բաները, բերեք չանենք, բերեք բոլորս էլ աշխատենք Հայաստանի համար, հայ ժողովրդի համար, մեր երկրի համար, մեր երեխանց համար, բերեք տենց անենք, ոչ մեկի շահի համար, եթե լրտեսություն անենք իօգուտ Հայաստանի, հասկանում եք, մենք ուրիշ երկրի հանդեպ չենք կարա դավաճանություն անենք, որ ասեմ, բերեք դավաճանենք Թուրքիային, Ռուսաստանին կամ այս մեկին, չէ, դավաճանություն, մենք մենակ կարանք մեր երկրի հանդեպ, բերեք դա չանենք, այդ բառն էլ քրեականացնենք, որ մեկս մյուսի էլ դավաճան չանվանենք, վերջո երգիր ենք, պետություն ենք, ժողովուրդ ենք, ազգ ենք, մի անգամ պետքա այդ բանը վերանա մեր մչից, թե չէ, պիտի վերանա, չէ, մի անգամ գոնե պատմություն, բերեք այսօր նոր պատմությունը սկսենք այսօրվանից, ու այդ բաները վերացնենք, որ էլ չլինի, մի խոսքով ժողովուրդ ջան, սենց բաներ, ինչ ասեմ, լավ եղեք, առողջ եղեք, մի խոսքով այսօր ձեր հյուրն եմ լինելու, բարի օր եմ ցանկանում բոլորիդ,